Բարև ձեզ, բոլորին բացառիկ արժեքավոր հարց տվեցիք, որովհետև երկրում փոփոխություններ, խորքային փոփոխություններ անկարելի է իրականացնել, եթե չկա առողջ ազգային կրթական համակարգ եւ մշակութային քաղաքականություն։ Մեր նախընտրական ծրագրի առանցքային սկզբունքներից մեկն է ազգային կրթությունը, ազգային մշակույթը, հոգևոր արժեքների վերածնունդը, հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանությունը։ Հիմա բուն ձեր հարցին է վերաբերում։ Այս քաղաքական ուժը, քաղաքական մեծամասնությունը կամ իշխող խումբը եկել էր հատուկ ծրագրով կազմաքանդել այն ամենը, ինչ ազգային է, եւ հատուկ թիրախավորված էր նաեւ կրթությունը, բնականաբար այդ հանձնառությունը նրանք ունեին։ Եվ դուք շատ լավ գիտեք, եթե այդ հարցը հնչեցնում եք, ուրեմն թիրախում էր պատմությունը, հայոց լեզուն, գրականությունը եւ ամբողջ հումանիտար բլոկը։ Գալու ենք ամբողջովին զրոյից, նոր կրթական քաղաքականություն, նոր մշակութային քաղաքականություն, զարգացման ծրագրեր, ուղղակի աղբամանն է նետվելու այն բոլոր դասագրքերը, մանավանդ պատմության դասագրքերը, 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանի դասագրքերը, ովքեր խեղում են մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր ճակատագիրը, մեր անցյալը, միանշանակ։ Եվ արմատապես վերափոխվելու են կրթական չափորոշիչները, ուսուցիչ եք գիտեք, չափորոշիչներ, որոնց վրա կառուցվում են դասագրքերը։ Ուրեմն ցավոք սրտի այդպես արինելու, ես ուզում եմ մի բան այստեղ հնչեցնել, Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում նրա կառավարման տարիներին Հայաստանում կառուցվել են ամենաշատ դպրոցները, զրոյից 147 դպրոց։ Ես չեմ խոսում մշակութային այո, արժանի ածափահարության։ Ես աշխատել եմ այդ ժամանակ եւ շատ լավ գիտեմ։ Նաեւ խոսեմ մշակույթի ոլորտի մասին, թեպետ հարցը չհնչեց, 147 միլիոն դոլարի ներդրում է կատարվել մշակութային ուրեմն ինստիտուցիոնալ զարգացման համար մշակութային կառույցների, ուրեմն թե մշակույթի եւ թե կրթության ոլորտներում նոր ծրագրեր, նոր դասագրքեր եւ կրթական համակարգ ազգային արժեքների վրա հիմնված եւ մրցունակ։ Անչափ շնորհակալ եմ եւ եթե կարելի է մեկ առաջարկ, օրինակ Չեխիայի Հանրապետությունում մանկավարժներ ունեն կրթության գիտության նախարարությունում կա օմբուդսմեն։ Մեր ուսուցիչները պաշտպանված չեն ցավոք սրտի եւ հիմա առավել քան երբևէ ես ինքս գիտեմ կցանկանայի որպիսի հետագայում կրթության նախարարությունը ունենար պարտադիր օմբուդսմեն, ով կարձագանքեր, որովհետեւ ոչ միայն բարձր աշխատավարձ պետք է լինի, այլև պետք է լինի բարոյական, հոգեբանական ճիշտ միջավայր, որպիսի կարողանա հանգիստ աշխատել։ Եթե մարդը ինքը հանգիստ չի աշխատում եւ տոքսիկ մթնոլորտ է, ինչքան ուզում եք վճարեք, դա արդյունք չի տա։ Շնորհակալություն։ Շատ պատասխանեմ, այո, հանգիստ միջավայր, ոչ տոքսիկ եւ ոչ հոգեբանական ճնշումներ, ինչը վերաբերում է այս կեղծ ատեստացիային։ Իմիջիալոց ամբողջ ուսուցչական համակարգի ընդամենը 20%-ն է անցել ատեստացիան։ Մենք բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը ուրեմն առանց ստրեսի ենթարկելու, մանավանդ 15 տարվա ստաժ ունեցող ուսուցիչները ավտոմատորեն պիտի ստանան բարձր աշխատավարձ, ինչի մասին այլ անանաս։ Անչափ շնորհակալ եմ։